Նիքայել պապ, դաջվածքներ ունեք։ Կա, Հələ պատմեք, էլի, որտեղից ինչ է նշանակում։ շատ կա։ Ձերմից վրա, դոշից վրա, մեջքից վրա։ Էմաս խուժան էինք, տպում էինք։ Էմաս բայց արգելված էր, բռնեին կդադեին։ Իսկ հիմա բացարձակ աղջիկներն են տպում իրանց վրա։ Հիմա թույլատրվում է։ Ջահել էինք, չենք հասկանում։ Իմանում ենք կար լավ բանա, բավարս իմանա էդի վատ բաներ, ինչ էիս ուրտեղ տպել տալիս, մաշկիս ծակոտիկները փագել ծայի։ Մաշկս օթա շնչում չէ, նագոլքեն ծակոտիկները փագում է։ Երկու հատ բան եմ տպել, մեկը մի հատ ինչ-որ երկուսը թագավորի նկարա։ Ոչ թե մեր ժամանակ, այլ հին թագավորների մեջքից վրա։ Դոշկից մի հատ արծիվ է։ Աղջիկ չկա։ Մի հատ կա։ Էդի չեմ ով նկարեց, ինքն էլ տպեց։ Աստղիկը Ես չէ։ եմ աղջիկների հետ այդքան մոդիկ չէի։ Ինձ համայնված աղջիկ կա չկար նշանակություն չուներ։ Աստղիկը չէր խանդում։ Չէ։ Ինքը գիտեր, որ ես անդավաճան եմ։ Շատ լավ հասկանում էր։ Բա այդ ինչ աղջիկ էր ձեր թևին։ Աղջիկա նկարա։ Ու չէր խանդում։ Մենակ էդի չէ, ստեսել է աղջիկա նկարը։ Ախմախությունը արել ենք էլի։ Ինչի ես տպեմ մաշկից ծակոտիկները փագեմ։ Հենց ինձ անծանոթ աղջիկ էր, ով որ տպեց, ինքը նկարը հանեց, կպցրեց ստեղ ու ինքն էլ ծեծեց։ Ես ծանոթ աղջկա նկար չունեմ։ Ինձ համա բոլորն էլ սիրուն են։ Աստղիկը ձեզ փափկեցրեց։ Անո թարգմանի։ Մամանա քեզի փափկացրե, որ էլ կռիվ չես արի։ Մեր զսպոսնում էր, հա։ Ինձի ասում էր հերու մնա դրանցից։ Նախ գիտեր, որ ես մի քիչ կռվարար եմ, չէի սիրում ինձ հետ կոպիտ խոսալ, չէի սիրում իմ վրա բարձր բղավել, կռվարար էի, մեր հետ ասում էր, քեզի մի քիչ հերու պահի դրանցից, մի մոտեցի դրանց։ Աստղիկի հետ ոնց ծանոթացաք։ Նույն մայրում ենք ապրում, նույն ցաղամասում ենք ապրում, իրար շուտել ճանաչում ենք իրար, դեպասը բոլոր ցաղամասի ժողովուրդը մեկը տեսավ, որ հարմար է ինձ համա, ամուսնացանք։ Եվաս երիտասարդ ենք, խելքներս չէր հասնում, պետք է հետ էլ ամուսնանում ենք։ Աստղիկից դժգոհ եք, որ ամուսնացել եք։ Չէ։ Ես հիմա եմ դժգոհ, որ գանված եմ տեղաշորին։ Հիմա եմ դժգոհ։ Թե ես ընդհանրապես դժգոհություն չեմ ունեցել։ Մամային սիրել ես, պապ։ Հա, բամոց։ Առանց դրան ամուսնություն չի կարող լինել։ Հիմիկվա պես չի, ծանոթացանք, ուրեմն լավ հարի ամուսնա, չէ։ Այսի, մենք նույն թաղից էինք, որ մեր թաղը 72 տնտեսություն էր, մենք բոլորս իրար ճանաչում էինք։ Խելոք աղջիկ էր Աստղիկը։ Խելոք է եղել։ Թե իրան էր ծևացնում, նախդերը ստացա, որ ամուսնացանք։ Բայց ձևացնում էր, թե խելոք Բայց էր։ շուտ թողեց գնաց։ Կարոտել եք, հիշում եք Աստղիկին։ Հիմա կարոտեմ, չկարոտեմ, հետ բերել չկա։ Թաղի ամենասիրուն աղջիկն էր։ Համ նեժնի էր, համ սպիտակամորթ էր։ Այդել չեմ ոնց ստացվեց, որ հավանեցինք իրար։ Նու երիտասարդ ժամանակ
մի քիչ կռվարար եմ եղել, չէի սիրում, որ ինձ վրա մեկը գորար կամ բաղթել խելքս չէր հասնում, հետո որ խելքս սկսեց հասնել, ասի այ մարդ, նրանք էլ ինպես մարդ են, ինչի իր այդ վիճեք, ավելի լավ է իր այդ ընգերավարի ապրենք։ Քանի զավակ ունեք դուք։ 3 տղա, 3 աղջիկ ունեի, 6 հատ երեխա ունեի։ Աղջիկներիդ ես շատ սիրում, թե տղաներիդ։ Ես ինձ համ աղջիկ տղա հավասար են, ես երեխեքի մեջ ջոգողություն չեմ կարա տնի, աղջիկն էլա ինձ համ հավասար, տղեն էլա համահավասար։ Թեկուզ թորներն էլի, թեկուզ երեխեքը խտրականություն չունեմ, ինձ համա բոլորն էլ հավասար են, ես չեմ կարա ասի լավնա, էսի վադնա, լավնա, վադը վադնա, մեմնուն է, իմ թորներն են պետք սիրեմ, ես շնորհակալ եմ իմ երեխեքը մարդ տարան, խուժան չտարան, շատ երեխեքը ընկնում են փողոցներ, խուժան էին տառնում, իմ երեխեքը ոչ մեկը խուժան չտարավ, ես գոհ եմ իմ երեխեքից, ինձ մինակ ամենաշատը սիրում էր Էդիկը, մեծ տղես։ Կարոտել ես Էդիկին։ Էդիկը մահացած է չկա, լավ օրեր եմ տեսել, վատ օրեր եմ տեսել, ամեն ինչ գլխովս անցել է։ Ամենալավ օրը ո՞րն է, ամենալավ օրը։ Ամենալավ օրը, որ պատերազմը վերջացավ, 45 թվականի մայիսի 9-ը, սաղ աշխարհը թնդում էր ուրախությունից։ Ում ես կարոտել, պապ։ Ես միայն ոչ թե կարոտել, այլ սկսում եմ հիշել հին անցյալը, որտեղ եմ եղել, երբ եմ եղել, որ ճակատամարտում եմ եղել, երբ եմ վիրավորվել, որ հոսպիտալում եմ պարգել։ Միքայել պապ, ձեր կյանքի ամենամեծ սխալը ո՞րն եք համարում։ Ես շատ մեծ սխալներ չեմ թույլ տվել, փոքր սխալներ թույլ տվել եմ, բայց մեծ սխալ չեմ թույլ տվել։ Անսխալ մարդ չկա, թագավորը որ թագավորը, նա էլ է սխալվում, անսխալ մարդ չկա, կարելի է ներել կամ ուղղել, եթե գտնում ես սխալը, իսկ հիշավերը կոպիտ վարվել չի կարելի։ Կա բան, որը կուզեիք փոխել, եթե ժամանակը հետ տայիք։ Դե հիմա գիտես, մի մարդ ոչինչ չի կարա փոխի։ Դա ժողովուրդը ինքը պետք է հասկանա, ինքը իրեն պետք է փոխվի։ Մի մարդ ոչ մի բան չի կարա։ Երիտասարդությունն է կարևոր, իմ կյանքի, եթե ետ գնալ, մենակ երիտասարդությունը, ուրիշից ոչ մի բան պետք չէ։